Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, այն կտևի 29 օր մինչև հունիսի 5-ը։ Քարոզարշավին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Այս ընթացքում քաղաքական ուժերը քարոզարշավը կիրականացնեն օրենքով սահմանված կարգով, հանդես գալով տարբեր ծրագրերով եւ նախաձեռնություններով։ Ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին, հայտնել է Կրեմլը։ Այսօրը մենք երախտագիտության եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուսուսի կռվել են ռազմաճակատում եւ աշխատել թիկունքում զոհողությունների ու զրկանքների գնով, մատուցելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը այս տարի չի մասնակցի հաղթանակի շքերթին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ռազմական օբյեկտներին հասցված վերջին հարվածներն անվանել է թեթևակի հպում, պնդելով, որ մեկ ամիս առաջ հաստատված հրադադարը դեռևս ուժի մեջ է։ Նա սոցցանցերում սպառնացել է, որ եթե Թեհրանն արագ չստորագրի նոր համաձայնագիրը, ապա հարձակումները կլինեն շատ ավելի հզոր ու դաժան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պարզաբանել է, որ հարվածները եղել են ինքնապաշտպանական եւ ուղղված են եղել իրանական այն հնագետերին, որոնք Հորմուզի նեղուցում հրթիռներով ու ԱԹՍ-ներով թիրախավորել էին ամերիկյան 3 կործանիչ։ Վաշինգտոնի պնդմամբ ամերիկյան կողմը վնասներ չի կրել, սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդել է, որ իրենք հաջողությամբ հարվածել են ռազմանավերին եւ զգալի վնաս հասցրել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Լիբանանում տեղի ունեցող ռմբակոծությունների միակ պատասխանատուն Հեզբոլահն է, որն իր գործողություններով այս իրավիճակն է պարտադրում երկրին։ ՆԱՏՕ-ի համատեքստում նա նշել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման նպատակը նաև այլ տարածաշրջաններում ուժի կիրառման հնարավորությունն էր, սակայն որոշ անդամների պատճառով դա այժմ խնդրահարույց է եւ վերանայման կարիք ունի։ Ինչ վերաբերում է Իրանին, Վաշինգտոնն այսօր սպասում է Թեհրանի պատասխանին, ակնկալելով լուրջ առաջարկ։ Բացի այդ, Ռուբիոն անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը, նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ բանակցություններում, սակայն շեշտել է, որ իրենք մտադիր չեն ժամանակ եւ էներգիա վատնել այնպիսի ջանքերի վրա, որոնք տեսանելի առաջընթաց չեն ապահովում եւ արդյունավետ չեն։ ԱՄՆ-ի ներկայացրած պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկն այս պահին քննարկման փուլում է եւ վերջնական որոշումը կհայտարարվի ավելի ուշ, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Նա նաեւ շեշտել է, որ ԱՄՆ վերջին գործողությունները հրադադարի եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, ինչին իրանական զինված ուժերը տվել են կոշտ պատասխան եւ պատրաստ են հակազդել ցանկացած նոր սադրանքի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ իրանցիները երբեք չեն խոնարհվի ճնշումների առաջ։ Նա Վաշինգտոնին մեղադրել է դիվանագիտական ջանքերը միտումնավոր տապալելու համար, նշելով, որ ամեն անգամ, երբ բանակցությունների սեղանին հայտնվում է խաղաղ լուծում, Միացյալ Նահանգները դիմում է ռազմական արկածախնդրությունների, որոնք ոչնչացնում են երկխոսությունը։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի ֆոնին, կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը եւ ապահովել նավագնացության անվտանգությունը։ Մտահոգության առիթ է դարձել Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավթատարի վրա հարձակումը, որի անձնակազմի մեջ չինացիներ կան։ Պեկինը շեշտել է, որ նեղուցով նավերի անխափան անցման շուտապույտ վերականգնումը բխում է միջազգային ամբողջ հանրության շահերից։ Ռոմի Պապի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ֆոնին Վատիկանի տարածած հայտարարությունը փաստել է երկու երկրների միջև լուրջ լարվածության մասին։ Ի տարբերություն ընդունված կարգի, Վատիկանը չի հայտնել հարաբերություններից գոհ լինելու մասին, այլ նշել է դրանք բարելավելու անհրաժեշտության կարևորությունը, ինչը վերլուծաբանների կարծիքով լարված հարաբերությունների մասին է փաստում։ Հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմի եւ միգրացիոն քաղաքականության շուրջ Պապի եւ Դոնալդ Թրամփի սկզբունքային տարաձայնություններն են։ Թեև Ռուբիոն հայտարարել է կրոնական ազատությունների շուրջ քննարկումների մասին, Վատիկանն իր հայտարարության մեջ դրանք նույնիսկ չի հիշատակել, սահմանափակվելով միայն աշխարհում տիրող իրավիճակի շուրջ կարծիքների ընդհանուր փոխանակմամբ։
Մոսկվայի հաղթանակի օրվա տոնակատարություններից առաջ Կիևում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին տարհանելու Ռուսաստանի կոչին է հակադարձել Եվրահանձնաժողովը։ Եվրամիությունը շեշտել է, որ կպահպանի իր ներկայությունը Ուկրաինայի մայրաքաղաքում, չնայած պատասխան հարվածների սպառնալիքներին։ Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ Մոսկվան փորձում է պատերազմի մեղքը բարթել Ուկրաինայի վրա։ Ռուսական կողմը զգուշացրել է, որ տոնակատարությունների ժամանակ ցանկացած հարձակում կհանգեցնի հրթիռային զանգվածային հարվածի։ Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը մոխրի և փոշու հսկայական սյուն բարձրացնելով երկինք։ Այն բարձրացել է մինչև 10 կիլոմետր։ Հրաբխի թակարդում էր հայտնվել 20 զբոսաշրջիկ, որոնցից 3-ը անհետ կորած են համարվում։